Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Ըստ էության նախագծով լիազորություն է տրվում ֆինանսների նախարարին ստորագրելու նշված համաձայնագիրը, որը Հայաստանում հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությանն ու կայունությանն է ուղղված, ինչպես նաև ֆինանսական հատվածի զարգացման բարելավմանն բյուջետային աջակցության ծրագիրը իրականացնելու նպատակով։ Այս բյուջետային ֆինանսավորումը, որը կազմում է 150 միլիոն եվրո վարկային միջոցներ բազմամյա ծրագրի, որը իրականացվում է 19 թվականից, երրորդ փուլն է, եւ այն ունի երկու հիմնական նպատակ. ամրապնդել տնտեսական եւ ֆինանսական կառավարումը, մասնավորապես բարելավելով պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը, ծրագիրն ունի միջամտության 3 հիմնական թեմատիկ բաղադրիչ. հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում հանրային ծառայությունների արդյունավետ ու կայուն տրամադրման ենթակառուցվածքի ապահովման համար, պետական արժեթղթերի թողարկման եւ կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդում, ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակում եւ առավել թափանցիկ կառավարման ապահովում։ Այս բաղադրիչները ներառում են հանրային քաղաքականության մատրիցայում սահմանված համապատասխան նպատակներ, որոնք սահմանվել են 3 փուլից ենթածրագրերից բաղկացած ծրագրային մոտեցումների հիման վրա։ Առաջին եւ երկրորդ փուլերը իրագործվել են համապատասխանաբար 22 թվականի սեպտեմբերին եւ 24 թվականի սեպտեմբերին, երրորդ փուլը, որը ապահովում է սույն բյուջետային աջակցության վարկի միջոցներով, նախատեսվում է իրականացնել այս տարի։ Եվ եթե թույլ կտաք, պարոն Խաչատրյան, մի քանի բարեփոխումներ նշեմ, որոնք իրականացվում են այս ծրագրի ներքո, որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, երբ որ մենք խոսում ենք մատրիցայի եւ նրա բաղադրիչների մասին։ Ֆինանսների նախարարությունում գանձապետարանի գործառույթի մասով իրականացվող բարեփոխումների համատեքստում կմշակվի եւ կներդրվի ընթացիկ կապիտալ ծախսերի տվյալների բազա, հետներդրումային շրջանի մշտադիտարկման համակարգ եւ ինստիտուցիոնալ գործառույթ, գերածախսերի դեպքերը եւ դրանց պատճառները եւ ծախսերի չկատարման կամ անարդյունավետ կատարման դեպքերը լավագույնս հայտնաբերելու համար։ Կառավարությունը կհաստատի կանաչ եւ կայուն տնտեսական զարգացման մասին ազգային ռազմավարությունը, իսկ էկոնոմիկայի նախարարությունը կսահմանի շրջանաձև տնտեսության ներդրման նախադրյալների սահմանման հայեցակարգը եւ դրա իրականացման գործողությունների ծրագիրը։ Օրենսդրական փոփոխությունների շարք կիրականացվի, որոնք Հայաստանի կենտրոնական բանկին կտան լիազորություններ ենթաօրենսդրական ակտերի միջոցով սահմանելու ոչ հանրային ֆոնդերի համար նոր կանոններ եւ այդպիսով հնարավորություն տալով հայկական ֆոնդերին, այդ թվում վենչուրային եւ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդերին ոչ հանրայինից անցնելու հանրայինի շուկան զարգացնելու համար։ Կթարմացվեն Հայաստանի հաշվապահական եւ ֆինանսական հաշվետվությունների ստանդարտները եւ կստեղծվի ինստիտուցիոնալ լուծում ապահովելու համար, որ այդպիսի թարմացումները կատարվեն ամեն տարի։ Անվճարունակության ռեժիմն արդիականացնելու եւ պարտատերերի իրավունքները պաշտպանությունն ուժեղացնելու համար Արդարադատության նախարարությունը կներդնի էլեկտրոնային սնանկության համակարգ։ Արդարադատության նախարարությունը կհաստատի նոր որոշում էլեկտրոնային սնանկության համակարգի եւ այլ տվյալների համակարգերի միջև տվյալների փոխանակման կառավարման բարելավման համար։ Կարգավորման ազդեցության գնահատումն ավարտելուց հետո կառավարությունը ԱԺ հաստատմանը կներկայացնի անվճարունակության մասին նոր օրենքի նախագիծը։ Մի շարք փոփոխություններով կբարելավի պետական ձեռնարկությունների կորպորատիվ կառավարումը։ Ծրագիրը իրականացվում է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ եւ հետեւաբար բարեփոխումների շրջանակը եւս նույնական է Ասիական զարգացման բանկի հետ առաջիկայում ստորագրվելիք վարկային համաձայնագրի քաղաքականության աղյուսակի հետ։ Այսքանը խնդրում եմ հաստատել։